Բարև ձեզ, սիրելիներ։ Այսօր առավոտյան ինձ զանգել էին Վրաստանից, որպեսզի աղոթեմ մի անձնավորության համար, նրա ֆիզիկական առողջական բժշկության համար։ Եվ ես հիշեցի մի պատմություն, եւ պատմեցի, եւ սրտումս դրվեց, որպեսզի այսօր նաև ձեզ պատմեմ, որտեղ հավատում եմ, որ ինչ որ մեկին սա անհրաժեշտ է։ Միգուցե դու որ լսում ես, քո ծանոթին է անհրաժեշտ, որ պետք է ուղարկես նա լսի իր բժշկության համար։ Նախապես ասեմ, որ ես բժիշկ չեմ, բայց գիտեմ մի բժշկի մասին, որը բուժում է եւ ուզում եմ հենց դրա մասին պատմեմ, այդ պատմությունը, որ մի կին էր, որը բուժվեց։ Դա տարիներ առաջ էր, մենք դեռևս Ամերիկայում չէինք ապրում, Մոսկվայում էինք ապրում, եւ ես ծանոթացա մի ռուս կնոջ հետ, որը ռուսական պրավասլավնի եկեղեցու անդամ էր, եւ այս կինը վերջի քիմիան ընդունել էր եւ բժիշկները նրան ուղարկել էին տուն եւ ասել էին, որ դու պետք է շատ կարճ ժամանակվա մեջ մահանաս։ Եվ իրանց քահանան էր եկել տուն եւ ասել էր նույն բժշկի խոսքերը, որ եթե մեղքեր ունես, խոստովանիր, որովհետեւ դու շատ շուտով գնալու ես այս երկրից, մահանալու ես։ Եվ այդ կնոջը, երբ որ ես ծանոթացել էի, նրան նվիրել էի մի հատ նոր կտակարան ռուսերեն եւ իմ համարը գրել էի այնտեղ։ Եվ նա զանգեց ինձ եւ ասեց. Արթուր, իհարկե մենք ռուսերեն էինք խոսում, եւ նա ինձ ասեց. Արթուր, ինձ այսպիսի բաներ են ասել, ես շուտով մահանալու եմ։ Նա շատ զորով էր խոսում, հեռախոսով էինք մենք խոսում։ Իրար դեմք չենք տեսնում, միայն ձայներ էինք լսում։ Եվ այդ ժամանակ նա ասեց, ուզում եմ ձեր կարծիքն լսեմ, ինչ կասեք։ Եվ ես ասեցի, գիտեք, ասեցի, ինչ որ ասել է բժիշկը, քահանան, նրանք չեն խաբել քեզ, իսկապես դուք պետք է մահանաք, որովհետև այդ հիվանդության հետևանքը դա է, պետք է մահանաք։ Բայց ասեցի, կա մի ավելի գերագույն ճշմարտություն, եթե դուք այդ ճշմարտությանը հավատաք, դուք կբժշկվեք։ Եվ ես ժամանակ պատմեցի իմ բժշկությունս, որ 1995 թվականին, երբ որ Հայաստանում էի ապրում, ես երիկամների, պոշկաների հիվանդություն ունեի եւ տառապում էի այդ հիվանդություններով։ Իմիջիայլոց ասեմ, այս պատմությունը նաեւ ես որպես երգ ունեմ գրած, եթե դուք ուզում եք լսեք, կարող եք լսել, երգը կոչվում է Նրա վերքերով բժշկվեցի, եւ հենց այս պատմության մասին է այդ երգը։ Եվ այդ ժամանակ ես այդ ցավերի մեջ, երբ որ տառապում էի, աստղաշատ գիշերեր ես նայեցի այդ աստղերին եւ ասեցի Հիսուս ջան, ու այս պատմությունը պատմում եմ այդ կնոջը, Հիսուս ջան, դու ես աստղերը ստեղծել, դու խոսքով ասեցիր, լույս լինի, լույս եղավ, եւ այսօր էլ դու նույնն ես քո խոսքն ասում ա, որ նույնն ես երեք այսօր եւ հավիտյան, կես խոսք ասես, ես էլ կբուժվեմ, Հիսուս ջան, խնդրում եմ ինձ նույնպես բժշկի եւ բոլորին կպատմեմ։ Եվ վերջապես Աստված հրաշք գործեց եւ այդ ժամանակ Տեր Հիսուսին տեսա, աստղերը անհայտացան եւ Հիսուսին խաչի վրա տեսա, ես եւ իմ աչքերով տեսա եւ իմ ակաժներով լսեցի, ես չգիտեմ դա հոգուս աչքերը բացվեց, թե ֆիզիկական աչքերով տեսա, բայց դա այնքան իրական էր եւ ես լսեցի նրա ձայնը եւ նա ինձ ասեց. Որդիս, կարող ես հավատալ, որ ոչ միայն քո մեղքերի համար եմ խաչվում, այլ նաեւ քո հիվանդությունների համար։ Եվ ես ասեցի, այո Տեր, հավատում եմ, եւ 95 թվականից մինչեւ այսօր ես կատարյալ առողջ եմ ու բժշկված եմ։ Եվ այս պատմությունը պատմեցի այդ կնոջը եւ ասեցի, դες ուղակի պետք է հավատակ Հիսուսի խոսքերին։ Եվ նա ասեց, ինչ խոսքի հավատամ։ Եվ ասեցի, հեռախոսով նրան ասեցի, բացեք այն կտականը, որ նվիրել եմ ձեզ։ Եվ նա բացեց առաջի Պետրոս 2:24-ը եւ ես նրան ասեցի, խնդրում եմ, բարձր կարդացեք, որպեսզի ես նույնպես լսեմ։ Եվ նա կարդաց, որ Հիսուսը վերցրեց մեր մեղքերի պատիժը եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ասի հասկացաք ինչ կարդացիք։ Նա ասեց, չէ, ասի խնդրում եմ երկրորդ անգամ կարդացեք։ Եվ այս կինը կարդաց երկրորդ անգամ մենք նրա վերքերով բժշկվեցինք։ Ասի հասկացաք։ Նա ասեց, չէ, չհասկացա։ Ասի խնդրում եմ երրորդ անգամ կարդացեք։ Եվ երբ որ նա երրորդ անգամ կարդաց, «Я исцелена ранами Иисуса Христа», ես բժշկված եմ Հիսուս Քրիստոսի վերքերով, մի քանի վայրկյան նա լռեց հեռախոսի մեջ
եւ ասեց. «Ոնց, ես բժշկված եմ ուրեմն»։ Ասի. «Այո, եթե հավատում եք այդ խոսքին, այո, դուք բժշկված եք»։ Ասեց. «Այսքան բան»։ Ասի. «Այո, այդքան բան»։ Ասեց. «Բա ինչ անեմ»։ Ասի. «Ուղղակի մի հատ տետր վերցրեք եւ մի հատ գրիչ եւ այդ տետրի մեջ ինչքան կարող եք գրեք այս խոսքերը. Հիսուս, շնորհակալ եմ, որ դու խաչվել ես ոչ միայն իմ մեղքերի համար, այլ նաեւ խաչվել ես իմ հիվանդությունների համար եւ շնորհակալ եմ, որ քո վերքերի շնորհիվ ես բժշկված եմ եւ ընդունում եմ այդ բժշկությունը։ Շնորհակալություն Հիսուս, որ ես կատարյալ առողջ եմ քո վերքերի շնորհիվ»։ Վերջ, ասի, այդքան բանը կարող եք տետրի մեջ գրեք։ Ասեց. «Այո, կարող եմ»։ Ասեց. «Քանի անգամ գրեմ»։ Ասի. «Քանի անգամ որ կարաք»։ Եվ ասեցի. «Ինչքան որ կգրեք, ամեն առավոտ երբ որ կարդանաք եւ ասեք. Բարի լույս Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, որ քո վերքերով ես ունեմ կատարյալ առողջություն»։ Ասեց. «Շատ լավ, այդքան հեշտ բան»։ Ասի. «Մեկը մեռնել է կա ու կա։ Չհավատաք, բժիշկների ասածը պետք է կատարվի, քանայի ասածը պետք է կատարվի, դուք պետք է մահանաք»։ Բայց ասեցի, եթե կա երկրորդ հնարավորություն, ինչու երկրորդ հնարավորությունը չօգտագործեք։ Եվ անցել էր երևի 9 ամիս, միգուցե 10 ամիս, ես точно չեմ հիշում, Աստված գիտի, եւ հանկարծ իր համարից ինձ զանգ եկավ։ Կինս է կողքիս էր իմիջալոց, ասեմ ձեզ, ինքն է որպես վկա գիտի այս պատմությունը։ Եվ այս կինը ասեց հետեւյալը. ասեց. «Արթուր, արդեն ձայնը ուրիշ ձևի ուրախություն կար ձայնի մեջ»։ Ասեց. «Արթուր, ասեց, ես բժշկվել եմ, ինչպես որ դուք ասել եք, ես այդ ձև արել եմ, ես մի հատ տետր էի վերցրել եւ այդ տետրի մեջ 450 անգամ գրել էի ձեր ասած խոսքերը եւ ամեն օր այդ խոսքերն ասում է. Հիսուս, շնորհակալ եմ, որ քո վերքերով ես կատարյալ առողջ եմ եւ մինչեւ այսօր բժշկված եմ եւ առողջ եմ եւ ինձ լավ եմ զգում»։ Ասի փառք Աստծո, ես շնորհավորում եմ, շարունակեք դա եւ ամեն օր Հիսուսին ասեք, այնքան ասեք, մինչեւ որ ձեր կյանքը երկար տարիներ ապրեք եւ Հիսուսին փառավորեք։ Եվ այդ կինը կատարյալ բժշկվել էր, սիրելիներ։ Եվ ուզում եմ ասեմ, որ մեր Հիսուսը չի փոխվել, նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Ես իմ աչքերով տեսել եմ, սիրելիներ, թե Աստված ինչ հրաշքներ ա գործի։ Այսօր շատերից եմ լսում ցավալիորեն, որ ասում են, Հիսուսը միայն իր կենթանության ժամանակ է բուժել։ Ոչ, խափում են սիրելիներ, մեկ հավատա։ Ովքեր նման բան են ասում, դա սուտ ավետարան է։ Ավետարանը չի փոխվել, նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ Հիսուսը այսօր էլ բուժում է։ Ես մահացած եմ եղել 93 թվականին 4 ժամ 5 հոգու ներկայությամբ եւ Աստված ինձ բուժել է։ Ես տեսել եմ իմ աչքերով կենթանացրել է Հիսուսը ինձ եւ ես տեսել եմ իմ աչքերով երկու մահացածների, որ Աստված կենթանացրել է։ Ես տեսել եմ, թե ինչպես է Աստված խուլի ականջը բուժել։ Ես տեսել եմ, թե ինչպես է Աստված կաստիլներով հիվանդին բուժել։ Ես տեսել եմ, սիրելիներ, թե ինչպես է Հիսուսը ռակով հիվանդների բուժել։ Ես տեսել եմ, թե ինչպես է Հիսուսը սպիդով հիվանդի բուժել, որը մինչև այսօր կենթանի է, ամուսնացել է, երեխաներ ունեն։ Ես տեսել եմ, սիրելիներ, շատ հիվանդություններ։ Եվ դա այն խոսքն է, որ ասում է նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ այդ Հիսուսը չի փոխվել։ Նա այսօր էլ կարող է բուժի քեզ, եթե ունես այդ բժշկության կարիքը։ Նա ոչ միայն խաչվել է մեր մեղքերի համար։ Ես խորհուրդ կտամ կարդաք սիրելիներ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 17-րդ խոսքը, Առաջի Պետրոս 2:24-րդ խոսքը։ Եվ կարդացեք երկրորդ Կորինթացիս 5:7-րդ խոսքը, որտեղ որ ասվում է, որ մենք հավատքով ենք ապրում, այլ ոչ թե երևույթով։ Մեր Աստվածը նույնն է, նա չի փոխվել։ Վստահիր նրան եւ քո հավատքի շնորհակալությունը բեր Հիսուս Քրիստոսին եւ կտեսնես հրաշքը քո կյանքում, որ Աստծո խոսքը այսօր էլ կենթանի է, բուժում է։ Աստված օրհնի քեզ, սիրելիներ, եթե գիտես ինչ-որ մեկին, որը որ ունի այս վիդեոյի կարիքը, ուղարկիր նրան եւ դու նրանից մի օր կլսես այդ բժշկության վկայությունը, որ Հիսուսը նրան էլ բուժեց։ Թող Աստված օրհնի քեզ, եղիր օրհնված Հիսուսի անունով։ Ամեն, սիրում եմ բոլորիդ, օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով, ձեր ընտանիքներով հանդերձ, ամեն։